բավականին բնակիչներից խոսեցին, տարբեր խնդիրներ ասեցին, տեսեք, լավն ինչն է, որ մենք մեր թիմով այն խնդիրների գրեթե 90%-ը մենք մեր ծրագրում ներառել ենք։ Այսինքն մենք հաջատեղյակ ենք, մեր թիմը լավ էր աշխատել, մինչ նախընտրական ծրագիր կազմել է, ծանոթացել էր բոլոր խնդիրներին եւ ներառել մեր նախընտրական ծրագրի մեջ։ Իհարկե կան նաեւ մասնավոր դեպքեր, որ յուրաքանչյուր բնակիչ ինքն է, մի փոքր կան անձնական հարցեր, ընտանեկան հարցեր, բայց հիմնական գլոբալ խնդիրները թաղամասի հետ կապված, մենք կարելի ասել բնակիչները չփրով ամբողջապես տեղյակ ենք եւ ամբողջապես մեր նախընտրական ծրագրում կա, պատրաստվելու ենք բացարձակ հաղթանակից հետո կյանքի կոչել այդ ծրագրերը։ Քիչ առաջ նույնիսկ բնակիչների հետ մյուս փողոցի բնակիչներ տեսանք ինչ անմարդկային պայմաններ կար, ասֆալտի մի կտոր չկար, հող էր ամբողջությամբ, այսինքն մարդիկ ասում են ինչ էին ասում, ասում են անձրև, եթե անձրև է տնից դուրս գալ չի լինում, անձրև չկա, փոշի է, էլի տնից դուրս գալ չի լինում։ Այսինքն այս 21-րդ դարում, լուսավոր դարում այդ ապրելու առաջնային կենսական բաներ ապահովելը թաղամասի համար կարծում եմ բոլորիս առաջնային խնդիրն է, էլի։ Այս առումով մի փոքր, այսպես ասած, ոգևորված եք, որտեղ բնակիչները խնդիրները բարձրացնում են, ուզում են իրենց։ Պարզապես նաև մի փոքր հուսալքված են, որովհետև ասում են տարիներով եկել ասել ու գնացել են, բայց կարծես թե մենք փորձում ենք բնակիչներին բացատրել, որ այս անգամ ու եթե մենք ընտրվենք, մենք մի շաբաթ 10 օրվա բարբերականությամբ թաղամասերում հանդիպումներ ենք ունենալու, որպեսզի յուրաքանչյուր բնակիչ, ով ուզենա մեզ տեսնի, մոտենա, մեր թիմին, կարողանա մենք հասանելի ենք լինելու վաղ շաբաթի բոլոր բնակիչների համար։ Ինչպիսին կլինի Էջմիածինը հաղթանակից հետո։ Բնականաբար լինելու է ավելի լավը, ավելի մաքուր, ավելի լուսավոր, ավելի բարեկարգ, ավելի վաղաշաբաթին բնորոշ գույներով հարուստ, խաղահրապարակներով հարուստ, կանաչ տարածքներ, այգիներ, այն ամեն ինչը համայնքը սարքելու ավելի լավը եւ ավելի գրավիչ։